Այսօր պատմելու եմ 3 բաների մասին, որոնք ես հասկացել եմ աղքատությունից դուրս գալու իմ ճանապարհի վրա ու անկեղծ ասած շատ կուզեի սրանց մասին իմանալ հենց ամենասկզբից։ Ամենաառաջինը, ինչի մասին ես կուզեի ամենասկզբից իմանալ, դա այն է, որ փող կա, ուղղակի չկա արժեք։ Ասեմ թե ինչի մասին եմ խոսում։ Հաճախ սկզբում կամ աղքատ մարդկանց թվում է թե փող չկա։ Բայց եթե օրինակ ուշադրություն դարձնեք, երբ որ տանից գնում եք աշխատանքի, ուշադրություն դարձրեք, թե ճանապարհների վրա ինչքան թանկարժեք մեքենաներ կան, ինչքան մարդիկ կան, ովքեր թանկարժեք հագուստներ են կրում, ինչքան գեղեցիկ տներ կան։ Այդ խոսում այն մասին, որ իրականում փող կա հենց մեր իսկ երկրում, հենց մեր իսկ քաղաքում փող կա, ու այնքան էլ ճիշտ է մտածել, թե փող չկա։ Ուղղակի փողը շրջանառվում է այն մարդկանց մեջ, ովքեր որ որոշակի արժեք են ստեղծել ու ինչի համար որ իրենց վճարում են, այսինքն ինչի համար որ իրենց փող է գալիս։ Դրա համար ամենակարևոր հետևությունն այն է, որ իրականում պետք է ուղղակի ստեղծել արժեք։ Կարևոր չի թե ինչպես այդ արժեքը կստեղծենք, կարևոր չի թե ինչ-որ ֆիքսված աշխատանքով կաշխատենք, ինչ-որ տեղում թե ինչ-որ բիզնես կանենք։ Մեր հայրերը շատ են սիրում բիզնեսի գործարարության գաղափարը, բայց իրականում այնքան էլ տարբերություն չկա, թե մենք ինչով ենք զբաղվում, երկու դեպքում էլ աշխատում ենք։ Այստեղ այդ ընտրությունը այլ հարց է, այստեղ ավելի կարևոր ընտրությունը արժեք ստեղծելը։ Ուստի շատ կարևոր է ընտրել ինչ-որ մի հստակ գործ ու այդ գործի մեջ զարգանալ ու լավը դառնալ։ Պետք չի ուսումնասիրել տարբեր մասնագիտություններ, տարբեր աշխատանքներ, պետք չի ամիսը մեկ նոր բան սովորել, պետք է ընդհանրապես կենտրոնանալ մի գործունեության վրա ու այդ ոլորտում կամ այդ գործունեության մեջ դառնալ շատ լավը։ Ինչքան որ մասնագիտությունը կարող է պահանջված չլիներ, միևնույն է, եթե մասնագիտության մեջ կա լավ մասնագետ, այդ լավ մասնագետը անպայման իր գումարը կվաստակի։ Ընդ որում ասեմ նաև, որ այդ արժեքը, որի համար որ մեզ կվճարեն, այո, երբեմն պետք է լինում 0-ից կառուցել, 0-ից ինչ-որ բան սովորել, բայց դեպքերի մեծամասնությունում մարդը արդեն իսկ ունի որոշակի արժեք, արդեն իսկ ունի որոշակի հմտություններ, ուղղակի դրանք կամ չի նկատում, կամ էլ ընդհանրապես պետք է դրանք եւս մի փոքր հղկել, որպեսզի ստանալ իրական արժեք, որի համար որ մեզ կվճարեն։ Դրա վառ օրինակ է այն, օրինակ երբ որ մենք մեր ընկերներից ինչ-որ մեկին անընդհատ ինչ-որ հարցով դիմում են, կամ մեր ընկերները անընդհատ մեզ դիմում են ինչ-որ հարցում իրենց օգնելու համար։ Այդ նշանակում է, որ մենք արդեն իսկ ունենք որոշակի արժեք, անկախ նրանից, թե մենք դա նկատում ենք, թե մենք դրանով արդեն իսկ գումար աշխատում ենք, թե ոչ, այդ արժեքը արդեն իսկ կա։ Օրինակ ես հիշում եմ, երբ որ ես նոր էի սկսել աշխատել հյուրանոցային ոլորտում, իմ բոլոր ծանոթները, իմ բոլոր բարեկամները ինձ անընդհատ դիմում էին իրենց հյուրանոցը կամ իրենց օրավարձով բնակարանը աշխատացնելու հարցում իրենց ինչ-որ մի բանում օգնելու համար։ Ու ես հասկացա, որ այդ մի բանը, ինչում որ ես օգնում եմ իմ բոլոր ծանոթներին, այդ կարա դառնա այն բանը, ինչի համար որ ինձ մարդիկ կվճարեն։ Ու եթե սա նկատում եք ձեր ընկերներից ինչ-որ մեկի մոտ ու ուզում եք իրեն օգնել, կարող եք ուղարկել այս վիդեոն իրեն ու մատնացույց անել ու հուշել իրեն, որպեսզի ինքը նկատի, որ ինքը ունի ինչ-որ հմտություն, որի համար դուք ու ձեր բոլոր ընդհանուր ընկերները դիմում են իրեն, ու միգուցե ինքը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա։ Հենց դրա համար է, որ շատ մարդիկ իրենց կյանքի գործը գտնելիս հետո հետ են նայում ու հիշում են, օրինակ լավ հոգեբան են դառնում, հետո հիշում են, ասում են, որ օրինակ չգիտեմ, դպրոցում կամ համալսարանում կամ ընտանիքում ինձ բոլորը անդադ գալիս կիսվում էին, ասես ես հոգեբան լինեի, ինչի որովհետև դեռևս այն ժամանակվանից իրենց մեջ այդ հմտությունը կար, ընդհանրապես պետք էր մի փոքր հղկել ու դա վերածել իրենց կյանքի գործին։ Եվ այսպես առաջինը փող կա, ուղղակի պետք է ստեղծել արժեք, իսկ դրա համար պետք է կենտրոնանալ ինչ-որ մի գործունեության վրա ու ինչ-որ կոնկրետ գործունեության մեջ դառնալ լավը։ Ու այդ կօգնի անել հաճախ ուղղակի ոչ թե 0-ից ինչ-որ բան սովորելը, այլ ուղղակի նկատելը մեր մեջ արդեն իսկ եղած հմտությունները, արդեն իսկ եղած կարողությունները միգուցե մի փոքր հղկել ու վերածել դա մի արժեքի, որի համար որ մենք կարող ենք գումար աշխատել, որի համար որ մարդիկ մեզ կվճարեն։ Ընդ որում ասեմ նաև, որ երբեմն, երբ ես խոսում եմ ինքնազարգացման միջոցով հարստանալու մասին, շատերը ինձ գրում են, որ լավ խորհուրդներ ես տալիս, բայց իրականում կան շատ մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում, ոչ մի հմտություն, ոչ մի լավ հատկանիշ, ոչ մի այլ բարենպաստ բան չունեն, բայց եւ իրենք հարուստ են։ Ինչի հետ է դա կապված։ Իրականում երբեմն լինում է, որ մարդուն փողերը գալիս են ուղղակի ճակատագրով կամ կարմայով։ Ես չեմ ուզում շատ խորանալ կարմայի օրենքի մասին, բայց երբեմն այդպես է մարդուն ուղղակի հարստությունը գալիս է։ Բայց այդ չի նշանակում, որ տվյալ մարդը հաջողակ է։ Այդ նշանակում է, որ մարդը նախկինից ունի որոշակի կարմա, որը որ հիմա իրեն հարստություն է բերել, բայց այդ կարման ինչ-որ մի պահի սպառվելու է։ Ու հենց այդ է պատճառը, որ երբեմն կարող ենք տեսնել, որ ինչ-որ հարուստ մարդ ու հանկարծ կորցնում է իր ունեցվածքը ու հայտնվում է լրիվ ոչ շահեկան իրավիճակում, ինչի որը
որովհետև այն լավ կարման, որ ինքը ուներ, սպառվել է։ Ու նաև երկրորդը, այդ մարդիկ, ում կարմայով կամ ճակատագրով ուղղակի ինչ-որ հարստություն է բաժին ընկնում, իրենք եթե զբաղվեին ինքնազարգացմամբ ու նաև որոշակի ճիշտ քայլեր անեին հիմա, իրենց միգուցե շատ ավելի մեծ հարստություն բաժին կընկներ, որովհետև իրականում կա որոշակի նախկինի կարմա ու կա որոշակի ներկայի կարմա, ու մեր իրականությունը այդ երկուսի որոշակի միաձուլումն է։ Երբ որ նախկինից մեզ ինչ-որ բան է տրված, ու բայց մենք այս պահին ճիշտ չենք գործում, մենք ժամանակի հետ դա կորցնելու ենք։ Ու ընդհակառակը, եթե նախկինից մեզ ինչ-որ բան տրված չի, բայց մենք հիմա ինչ-որ ճիշտ քայլեր ենք անում, մենք շատ լավ ապագա ենք կերտում։ Եվ այսպես առաջին հետևությունը, նորից հիշեցնեմ, դա այն է, որ փող կա, ուղղակի պետք է ստեղծել արժեք, որի համար որ մեզ կվճարեն։ Երկրորդ բանը, ինչի մասին իմ կարիերայի ամենասկզբից կուզեի իմանալ, դա այն է, որ կապերն ու բանակցությունները շատ կարևոր են։ Մենք կարող ենք երկար ժամանակ, ամիսներ, տարիներ վաճառել ինչ-որ ապրանք կամ ինչ-որ ծառայություն ու արդյունքում ստանալ այնքան եկամուտ, ինչքան եկամուտ կստանայինք ընդամենը մի հաջողված բանակցությունից։ Մենք կարող ենք ամբողջ կյանքը գումար կուտակել, որպեսզի ինչ-որ բիզնես բացենք, ինչ-որ բիզնեսի համար ներդրում ունենանք, բայց կարող ենք ունենալ ընդամենը մի գործընկեր, ում հետ մենք ընդհանուր շահեր կունենանք ու ում հետ մենք միասին կարող ենք անել դա։ Ու ում շնորհիվ մենք կարող ենք նոր բիզնես հնարավորություններ ստանալ, որը կստանայինք երկար տարիների միայնակ ջանքերի շնորհիվ։ Դրա համար եթե դուք ինչ-որ արժեք եք ստեղծել, ինչ-որ ծառայություն կամ ինչ-որ ապրանք եք վաճառում, փորձեք ամեն տեղ լսելի դարձնել դա, հատկապես եթե ձեր շրջապատում կան ինչ-որ հարուստ հաջողակ մարդիկ, ինչ-որ բիզնեսմեններ, անպայման պատմեք նրանց դրա մասին։ Եթե ինչ-որ աշխատանք եք փնտրում, անպայման նրանց ասեք դրա մասին։ Այդ ձեր համար կարող է մեծ հնարավորություններ բացել։ Եվ երրորդ բանը, ինչի մասին կուզեի ամենասկզբից իմանալ, դա այն է, որ իրականում կյանքը մեզ վստահում է այնքան փող, ինչքան որ մենք կարող ենք ծախսել։ Եթե օրինակ մենք այս պահին մտածում ենք, ինչ լավ կլիներ ամիսը 200,000 դրամ աշխատեի, որպեսզի իմ վարկերը կարողանայի փակել, եթե ամեն ինչ ճիշտ անենք, մեր հաջորդ եկամտի չափը հենց այդքանն է լինելու։ Ինչի, որովհետև մենք գիտենք ինչպես ծախսել այդքան գումարը։ Եթե մենք ունենք ավելի մեծ նպատակներ ու անգիր գիտենք, թե օրինակ եթե ես աշխատեի 500,000 դրամ, ինչպես կծախսեի այդ գումարը, այդ դեպքում կյանքը մեզ կվստահի այդքան գումար, եթե իհարկե մենք ամեն ինչ ճիշտ անենք։ Դրա համար շատ կարևոր է անընդհատ վերլուծել ու վերանայել մեր նպատակները ու ունենալ մեծ նպատակներ։ Այսօր ես պատմեցի ձեզ 3 բաների մասին, որոնք ուզեի իմանալ իմ ուղու ամենասկզբում։ Եթե թեման ձեզ հետաքրքիր էր, ապա հրավիրում եմ ձեզ հետևել իմ YouTube էջին, որտեղ ես պարբերաբար ավելացնում եմ նմանատիպ նյութեր։